Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրերին ամենայն հայոց կաթողիկոսի սրբազան հայրերի վերաբերյալ կոշտ դիրքորոշման հրապարակումներ չեն հայտնվել։ Պատճառը թերևս պայմանավորված է Իսրայել-Իրան հակամարտությամբ։ Փաշինյանը պնդում է, կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ, նա պետք է լքի վեհարանը։ Ես նույնիսկ չգիտեմ, դա ներեկեղեցական մակարդակում լուծվելիք խնդիրներ են, թե ներանձնական, որովհետև ամեն դեպքում մարդը սխալական է, բայց միշտ մարդ ունի ապաշխարելու հնարավորություն, մեղքերը քավելու հնարավորություն եւ այլն։ Թե ինչ հանգուցալուծում կունենան իշխանության պնդումները դեռ պարզ չեն, սակայն քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի համար հստակ է։ Այս արշավը սկսվել է ոչ թե եկեղեցու ներքին խնդիրները լուծելու, այլև մեր ժողովրդի ու պետականության ամրությունը սասանելու համար։ Կան աշխարհի բոլոր եկեղեցիներում խնդիրներ, բայց չեք գտնի կառավարություններ, որոնց ղեկավարները այդ տոնայնությամբ հանրային խոսք կուղեն հոգևորականության եւ եկեղեցու հասցեին։ Բարեր, որ հետո մարդիկ դժվարում են իրենց զավակներին բացատրել, թե ինչ նկատի ուներ երկրի վարչապետը այդ բարերը օգտագործելիս։ Դրա համար սա խնդիրը լուծելուն ուղղված քայլ չի։ Եթե եկեղեցում կան խնդիրներ, միանշանակ դրանք պետք է հաղթահարվեն։ Նորից եմ ասում, փակ համակարգով Աստված չարին, եթե լինեն այնպիսի խնդիրներ, որ հանրային նշանակություն կունենան, այո, մեր ամբողջ ժողովուրդն է եկեղեցին, դա միայն կառույցը չէ, բայց այս վիճակում մենք տեսնում ենք, որ հարցը խնդիրը լուծելուն ուղղված չէ, հարցը ինստիտուտի ոչնչացումը, ինստիտուտի վարկաբեկումն է։ Հայաստանն անվտանգային, արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերից մինչև սոցիալական ու տնտեսական չլուծված հարցեր ունի։ Ուստի այս ֆոնին դուրս գալ եկեղեցու դեմ քաղաքագետն առնվազն անմտություն է համարում։ Ասում է Փաշինյանը հանրության ուշադրությունը շեղելու նոր տարբերակ է մտածել։ Փաշինյանի տաղանդը ճակերտավոր նրանում է, որ ինքը կարողանում է դա համադրել նաև մեր թշնամիների պահանջների հետ։ Կամ առաջնորդվում է ուղիղ իրենց թելադրանքով, որովհետև մենք տեսնում ենք, որ եկեղեցու վրա հարձակումը զուգահեռ ընթանում է նաև Ադրբեջանից։ Ադրբեջանում եւ Թուրքիայում հստակ գիտեն եւ հասկանում են, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա այն ինստիտուտն է, որը ունակ է մեր ժողովրդին ինչ որ չափով միասնական պահել, ինչ որ չափով հույս եւ ուժ ներշնչել ապագային վերականգնվելու համար, ինչ որ չափով պայքարել օրինակ Արցախում մնացած մեր եկեղեցական հոգևոր մշակութային ժառանգության համար եւ այդ պայքարն ընթանում է, մենք տեսնում ենք, որ տարբեր միջազգային կոնֆերանսներում եւ հարթակներում եկեղեցին շատ ակտիվ է այս ուղղությամբ գործում, նաեւ Ադրբեջանը բնականաբար թիրախավորում է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառամթերքը քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը համեմատում է աղանդավորների հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչեցրած քննադատությունների հետ։ Դա ինձ թույլ է տալիս ենթադրելու, որ ուղղորդում կա նաև կամ աջակցություն առնվազն երկրում գործող աղանդավորների կողմից, որտեղ դա առիթ են ստացել եկեղեցու դեմ հարձակվելու, ինչու պետք է չօգտվեն։ Եկեղեցին վերջին կառույցն էր, որին իշխանության ձեռքերը չէին հասել, այսպես ասած, ճակերտավոր բարեփոխումներ իրականացնելու համար, նշում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Ինձ համար օրինակ ընկալելի չի, ինչպես սա կարելի խտրական մոտեցում ունենալ։ Հարցեր ունեք եկեղեցիներին, կրոնական կազմակերպություններին, բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ ունեցեք այդպիսի դիրքորոշում։ Թեպետ ես համարում, եւ ոչ թե ես եմ համարում, այլ օրենքը մեր սահմանադրությունը այդպիսի գործողությունը համարելու էր հակասահմանադրական։ Մենք չենք կարող իշխանությունը օրվա անկախ իր անձերից, անունազգանուններից իրավունք չունի խառնվել ցանկացած տիպի եկեղեցու կրոնական կազմակերպության գործերի մեջ ներքին կանոնակարգերին, եթե դրանց մեջ չկան քրեական հանցագործության էլեմենտներ։ Դա անշուշտ իշխանությունների պարտականությունն է։ Սկսված արշավը կիրառվող գործիքները սպառնալիք են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը։ Իրավապաշտպանը գործողությունները հակասահմանադրական է որակում։ Ես ունեմ մեծ թվով հարցեր եւ եկեղեցուն եւ առանձին բաների, հոգեվորականների, բարձր, շատ բարձր, ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող, բայց դա որևէ մեկիս իրավունք չի տալիս հակասահմանադրականությունը արդարացնելու։ Կարդացել եմ, որ առաջարկում է ստեղծել ինչ-որ խումբ, որը կմասնակցի այդ լուստրացիա պրոցեսի, ցանկացած մեկին, ով կհամաձայնվի։
այս խմբի մեջ ներառվել, իրանք պիտի իմանան, որ Նիկոլ Փաշինյանը ինքը իրականացրել է հակասահմանադրական գործողություն։ Սա քրեորեն պատժելի գործողություն է։ Նինա Կարապետյանցին անհանգստացնում է նաև միջազգային կառույցների տոտալ լռությունն ու անտարբերությունը։ Հիմա մի ամբողջ մեծ խումբ մարդկանց, որոնք այո փոքրամասնություն չեն կազմում, մեծամասնություն են, բայց այս ամբողջ մեծ խումբ մարդկանց իրավունքները տոտալ կերպով ոտնահարվում են, եւ այդ բոլոր միջազգային կառույցները իրանց պարտավորություն չեն զգում որևէ կերպ արձագանքելու։ Սա ինձ համար առնվազն անհասկանալի է։ Այսպիսով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներեկեղեցական խնդիրները բարձրաձայնելով լեգիտիմության նոր աղբյուրներ է փնտրում, թե ցանկանում է հանրության որոշակի հատվածի վստահությունը ետ բերել, ցույց կտա ժամանակը։ Հասմիկ Ֆահրադյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։